Ես վերջին անգամ ձեզ հիշում եմ Գևորգ Պապյանի հետ հանդիպմանը, որ որպես հաշվապահ դուք եք ներկայացնում փաստարկներ ու ձեզ այդ օրը լսեցին ամեն դեպքում, դրանից հետո ձեզ տևական ժամանակ կառավարության դիմաց չէինք տեսնում բողոքի ցույց անելուց։ Ուզում հասկանամ այդ ընթացքում ինչ որ խոստումներ որ տրվեցին դալիճում, ձեզ այդ հանդիպումներ, քննարկումներ ավելի մասնագիտական եղել է թե չէ։ Նախ բարև ձեզ։ Ես ասեմ, ես որպես հաշվապահ չեմ ներկա եղել, ես որպես տնտեսվարող եմ, ուղղակի ես նաև հաշվապահ եմ։ Ես միշտ եղել եմ բողոքի ակցիաներին, ուղղակի երևի մենք չենք հանդիպել, ոչ մի առանձին հանդիպում, ոչ մի բան, վերջի անգամ եղել է հանդիպումը կառավարության շենքում, երբ որ ասել են ուսումնասիրենք առաջի երամսյակի արդյունքները։ Առաջի Չի ուսումնասիրությունը հրապարակվել, քանի որ շատ տուգանվողներ կան, ենթադրվում է, որ այդ տուգանքները կմիացնեն շրջանառությանը իրենց արդարացնելու համար, որ գրվել է բավականին լավ օրենք, բարենպաստ օրենք, բայց իրականում սկի կեսն է չի լինելու։ Եթե հանենք այն տուգանված մասը, կեսն է չի լինելու, որտեղ առևտուրը անկում է ապրել, անկումից բացի մարդիկ մանրաշ են, ապրանքների ներմուծում, անձեռքբերման ահագին դանդաղել է, 100% կարամ ասեմ, որ շատ քիչ է ավելի, քան եղել է։ Հիմա ում հետ եք փորձում հանդիպում ունենալ, փաստացի, որովհետև Բաբկեն Թունյանի հետ հանդիպեցիք ազգային ժողովում, Գևորգ Պապյանի հետ հանդիպում տեղի ունեցավ, ում հետ եք ցանկանում այս խնդիրի լուծումը ստանալ, Իսկ ձեր կարծիքով երկրում ով է որոշում հարց։ Ես եմ ձեզ հարցնում, երկրում հարց ով է որոշում։ Իրանք բոլորն են ենթակա մարդիկ են։ Դրա համար օրինակ պահանջում եք հանդիպում ավելի բարձր օղակների հետ։ Գիտեք, պահանջել ենք, բանի տեղ չեն դրել։ Լսելի չի ժողովրդի ձայնը այլևս, պետք չենք էլ իրենց այլևս։ Ուղղակի անընդհատ ցույց ենք տալիս, որ չի լինելու սենց։ Հիմա կոնկրետ պլանավորած ինչ-որ բան չունենք, բայց մտադրված ենք այսպես, որ ամեն րոպե կարա ինչ-որ բան փոխվի, ու թող եթե կգտնվի այնպիսի ուժ, որ կլսի մեզ, թող ինքը աշխատի, չեն տեղավորվում այդ քիչ գումարների մեջ, սիրելիներս քիչ է այդ գումարը, թողեք այդ աթոռները, թող գան մարդիկ ում հերիքում է։ Ով կտեղավորվի այդ ծախսերի մեջ, այդ գումարների մեջ, հո մենք չենք փակվելու նրա համար, որովհետև 2-3-10 հոգի, ասենք 2-3 տասնյակ հոգի այդպես են ուզում, չի լինելու այդպիսի բան։ Այս անգամ ստորագրություններով եք եկել, ստորագրությունները ինչ են փոխելու օրինակ։ Դե նոր ենք հանձնում։ Ինչ են փոխում։ Հարկային կոդով ստորագրությունները։ Ստորագրությունը տվյալ շրջանառության հարկի մասին ամբողջ փոփոխությանը դեմ ստորագրություններ են, որ համաձայն չեն, տնտեսվարողները համաձայն չեն այդ օրենքի հետ, օրենք ում համար է գրվել։